օրինակ բերեմ, ենթադրենք այ նախկին իշխանությունների ժամանակ, ենթադրանք եղբորը ժամանակ, եթե եկեղեցականներից մեկը փորձեր քաղաքականություն մտներ, 2 ժամ հետո եղբայրս տաներ խրամատ ու այդ խրամատի ամենավտանգավոր տեղում։ Հասկանում եք, կար նաև էս։ Իրենք չէին կարող Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ քաղաքական հայտ ներկայացնեին, քաղաքական տեքստ ասեին։ Այդ մարտի 1-ից հետո ինչու է Հապար Հայրապետը կամ որևէ եկեղեցական որևէ բան չասած։ Հա գնաց Լևոն Տեր-Պետրոսյանի տուն, էդ էլ հավանաբար Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցրած, որ ընդհանուր լեզու գտնի, որ իրավիճակը մեղմի, որտեղ մարդիկ են զոհվել։ Միայն դրա համար։ Ուրիշ ոչ մի բանի։ Այսինքն կապը փոխադարձ իրար հետ ֆուտբոլային լեզվով ասած պասերով աշխատում էին։ Այստեղ պասեր չկար, այս իշխանությունը նոր էր եկել, դրել էր ամեն ինչ ժողովրդավարության վրա, ասում էր, էս կարելի է, չի կարելի, ու չի կարելի բոլորի համար, ինչպես իմ նաև ձեր համար, ու այս կարգի առումներով խնդիրները գնացին, եւ այդտեղից էլ սկսվեց ընդհանուր համատեքստ